ավելի ճիշտ ինչու են Աստծո զավակները անցնում անապատներով, ես ուզում եմ ասել հետևյալը, որ ինքնին անապատը ոչ մի օրհնություն էլ չի, ինքը ավելի շատ անեծքա, քան օրհնություն, համաձայն եք։ Հիմա ես չգիտեմ, անկեղծ չգիտեմ, դուք այստեղ ավելի շատ գյուղատնտեսությունն է տարածված, թե ուրիշ, չգիտեմ, արտադրություններ կան, բայց եթե ինչ որ առումով բոլորդ էլ գյուղատնտեսության հետ գործ ունենում եք, ճիշտ է, թե չեք ունենում։ Այգի ունեք։ Ո՞վ է այն մարդը, որ այգում ինչ որ բան է ցանում ու ասում է հեչ էլ աճի։ Չէ, տենց մարդ կա ձեր մեջ։ Ուզում է չորանա, ես մեկա ցանեցի վերջ, պրծավ։ Բոլորը ուզում են լավ բերք ունենան։ Ես հիշում եմ իմ հորական տատիկը, ինքը ինձ այդքան էլ չէր սիրում, բայց մեկա վերջը փրկության բերեցինք, նոր երկինք գնաց, շատ դժվար ապաշխարեց, բայց կինս էլ մեծ ջանքեր արեց այդ գործում, հա, սատանաները տանջում էին իրան, էլի, վերջը բայց փրկվեց։ Այս հորական տատիկս ամեն առավոտ իմ պատուհանի տակով, մենք սեփական տանն էինք ապրում, իրանք էլ կողքի տանն էին, դղդղկացնելով, ժղժղկացնելով, ինչ որ դույլեր էր քարշ տալիս, ինչ որ շլանգներ էր քարշ տալիս, ամեն տարի մի պարկ կարտոֆիլ էր ցանում այդ հողի մեջ, աշնանը մի դույլ կարտոֆիլ էր հավաքում այդ հողից։ Ամեն տարի այս պատմությունը կրկնվում էր։ Ես ասում եի, այ տատի ջան, հերիք չի կյանքս ուտում ես, այդքան շղշղկացնում, դղդղկացնում ես։ Հետ էլ ցանածիդ կեսը չես հավաքում, կլիչ ցանես, էլի, կամ թողես այդտեղ խոտ ցանենք։ Չի ասում էր, պիտի ցանեմ։ Հիմա ոչ մեկը չի ցանում ակնկալիքով, որ ինքը պիտի ավելի պակաս հավաքի, չէ՞։ Մենք այնպես ենք ստեղծված, որ ուզում ենք օրհնված լինել։ Մենք ուզում ենք գնահատված լինել։ Մենք ուզում ենք սիրված լինել, ոչ մի ամուսին տուն մտնելուց չի ուզում, որ կինը անարգի, արհամարի, բոլորը ուզում են, որ կինը ասի, աշխարհի ամենալավ ամուսինն է տուն եկել, այ մարդ առավոտից իրիկուն աշխատում է, իմ տունը պահում է, ես ինչ օրհնված եմ ես։ Ինչի կարիք ունես, հա, ոչ մեկը չի ուզում իր սիրելիները իրեն չգնահատեն։ Ծնողները, երեխաներին եւ դա էնեությունն է, որ Աստված մեզանում դրել է։ Մենք ուզում ենք օրհնված լինել։ Եվ սա վախենալու չի, սա շատ նորմալ է։ Մենք ուզում ենք լինել օրհնված եւ գնահատված։ Միայն հիվանդամիտ մարդն է, որ ուզում է, որ կարող է ուզենալ, չեմ էլ մտածում այդպիսի մարդ, չեմ ճանաչում այդպիսի մարդ, դրա համար ենթադրաբար ասում եմ, որ միայն հիվանդամիտ մարդուն դուր չի գա, որ ինչ որ անի իրեն հաջողվի, որ ինչին ձեռքը կպցնի ստացվի, որ ինչ բիզնես սկսի բարգավաճի ու ծաղկի, որ ինչ գործի վրա ասենց մատը դնի, այդ գործը հաջողություն ունենա։ Մենք բոլորս ուզում ենք դա ունենալ։ Եվ ուրեմն անապատը սրա տրամագծորեն հակառակ մի տեղ է։ Անապատում ոչ մի օրհնություն չես կարողանում պատկերացնել, որովհետև ինքը չոր, ցամաք, անբերի մի տարածք է, որտեղ ինչ անես, քեզ չի հաջողվելու։ Եվ ուրեմն ինչպես կարող է անապատը իմ ու քո համար օրհնություն դառնալ։ Եվ ինչպես կարող եմ ես իրան անվանել օրհնության ուղերձ։ Սա հասկանալու համար մի քանի օրինակներ ենք նայելու Աստծո խոսքից, եւ հետո նայելու ենք, թե ինչպես կարող է անապատը մեր կյանքերում օրհնություն դառնա։ Հիմա ասում եմ մի բան հարցնեմ, կարող է ես սխալ տեղում եմ այս քարոզը տալիս։ Մարդ կա, որ ընդհանրապես անապատներով անցնում է, իր կյանքում ինչ որ դժվարություններ կան, ինչ որ տարածքներ կան, ինչ որ բնակավարներ կան, որտեղ չորություն է եւ արդեն չգիտի ինչ անի։ Կա տենց մարդ, այստեղ բոլորդ օրհնված, ոնց որ թե սխալ քարոզ եմ տալիս։ Այդպես մարդ ստեղ չկա։ Մի հոգի ազնվորեն ձեռք բարձրացրեց, երկրորդը ազնվացավ, երրորդը, եւ հիմա եթե մի քիչ ավելի այսպես ազնիվ լինենք, բոլորս անցնում ենք անապատներով։ Բոլորս անցնում ենք անապատներով, եւ դա նենց չի, որ մենք sense պակաս հոգեվոր ենք, ինչա թե անապատում ենք, որովհետեւ կան անապատներ, որտեղ Տերն է մեզ տանում։ Եվ մենք այդ մասին խոսելու ենք։ Կան անապատներ, որտեղ մեր խելքից ենք հայտնվում, եւ կան անապատներ, որտեղ Տերը մեզ տանում է։ Եվ կա նպատակ այդ անապատում լինելու, եւ նաեւ կա նպատակ այդ անապատից դուրս գալու համար։ Հիմա ուզում եմ մենք նայենք Աստվածաշնչյան որոշ հերոսների կյանքի եւ փորձենք հասկանալ, ինչպես կարող է այդ խնդիրներով լցված վայրը մեզ համար օրհնություն լինել։ Սկզբում ուզում եմ նայենք հրեա ժողովրդի հայտնի պատմությանը, երբ նրանք հայտնվեցին անապատում Եգիպտոսից դուրս գալուց հետո։ Ուրեմն դատելով այս երեխու գիտելիքներից Աստվածաշնչյան, ես շատ չեմ խորանա, որովհետև դուք պիտի որ բոլորդ իմանաք, թե ինչ տեղի ունեցավ Եգիպտոսից դուրս գալուց, ես ճիշտ եմ, չեմ մտածում, որ իրանք բոլորը պիտի իմանան, եթե ուշադիր են լսել։
Ուրեմն Եգիպտոսից դուրս գալուց Աստված զորավոր հրաշքներ արեց։ Այնպիսի հրաշքներ, որ մինչ այդ տեսնված չէր։ Նախ Եգիպտոսում հրաշքներ անում, հետո մինչև այնքան բաներ անում, որ փարավոնը սիրտը խստացված ցույց չի տալիս, որ դուրս գան, հետո վերցնում է Եգիպտոսի անդրանիկներին, առաջնեկներին սպանում է, բոլորին, մարդից մինչև անասուն գրված է, եւ փարավոնը այլևս կոտրվում է, հասկանում է, որ ինքը Աստծո դեմ էր մարտնչում։ Եվ բաց է թողնում հրեա ժողովրդին, եւ հրեա ժողովուրդը փախչում է փարավոնից ու այստեղ մի հետաքրքիր պատմություն կա։ Ելից 15-րդ գլխում 20-ից ուրեմն 24-րդ խոսքերում այսպիսի մի շատ հետաքրքիր պատմություն պիտի կարդամ, դա Ելից 15-ում է գրած 20-ից 24 խոսքեր։ Եվ Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին թմբուկը ձեռն առավ, եւ բոլոր կանայք թմբուկներով եւ պարերով նրա ետևից դուրս եկան, եւ Մարիամը պատասխանեց եւ ասաց. Երգեցեք Եհովային, որովհետեւ փառքով փառավորված է, ձին եւ ձիավորը ծովը գցեց։ Եվ Մովսեսը 22-րդ խոսքում Իսրայելին կարմիր ծովի ճանապարհ հանեց եւ նրանք Սուրի անապատ եկան եւ 3 օրվա ճանապարհ գնացին անապատում եւ ջուր չգտան։ Եվ եկան մեռա եւ չէին կարողանում խմել մեռայի ջրերից, որովհետեւ դառնային վասը նորով, նրա անունը մեռա կոչվեցավ։ Եվ ժողովուրդը տրտնջաց Մովսեսի դեմ ասելով. ինչ խմենք։ Այստեղ ուզում եմ կանգ առնենք եւ ուզում եմ ուրեմն խոսել այն բոլոր հրաշքների, զորությունների մասին, որ Աստված արել էր, եւ անցել է ընդամենը 3 օր։ Ուրեմն Եգիպտոսում արած հրաշքները զարմանալի էին։ Ջուրը արյուն է դարձնում, այնտեղ մորեխը գալիս է լցվում է, գորտերը լցվում են ամբողջ Եգիպտոսի, հողը գորտերով ծածկվում է, ինչ հրաշքներ ասես անում է Տերը, զարկելա որ զարկում է Եգիպտոսին, եւ վերջում առաջնեկները մահանում են մի գիշերվա մեջ եւ ասում է Եգիպտոսում մեծ սուկ է, եւ փարավոնը բաց է թողնում հրեաներին, ասում է գնացեք ձեր Աստծուն պաշտելու։ Եվ չգիտես ինչի, իմ կարծիքով չգիտեմ ինչի, Աստված առաջնորդում է ժողովրդին եւ բերում է ծովի առաջ է կանգնացնում։ Դուք երբևէ մտածել եք, որ այդ ինչի բերեցիր Տեր ջան ծովի առաջ կանգնացրեցիր, ուրիշ ճանապարհ չկար։ Այդ Եգիպտոս իջնելու համար միշտ պիտի ծովը բացվեր։ Չէ, կար։ Գիտեք, որ ուրիշ ճանապարհ կար։ Եգիպտոս գնալու համար լիքը ճանապարհներ կային։ Եվ մենք գիտենք, որ այնտեղ Աբրահամն էր իջնում, եւ գիտենք, որ իր զավակներ իջնում Եգիպտոս այդ նույն ճանապարհներով եւ ոչ մեկը կարիք չունեցավ Կարմիր ծովը բացելու։ Ես վերցրեցի այդ քարտեզները նայեցի, ասում Աստված ջան, այս ինչի է ժողովրդին բերիր կանգնացրիր Կարմիր ծովի առաջ, որովհետեւ գրված է, որ դրանից հետո փարավոնը փոշմանում է եւ ընկնում է նորից այդ իսրայելացի ժողովրդի հետևից, որտեղ իրանց ստրուկն էին, ասում է հետ բերենք, այ մա, տես մեր ստրուկներին այսօր թողեցինք, հետո ինչ որ այսքան խնդիրներ եղավ, բաղով է մեր համար էս ձրի աշխատուժը ուր գնա կորի։ Եվ փարավոնը գալիս է եւ ժողովուրդը տեսնում է դիմացը ծով, հետևում փարավոնը, որ ուզում է իրանց կամ սպանի կամ հետ տանի, եւ անլուծելի խնդիր։ Գիտեք, ճանապարհ կար, բայց Աստված հատուկ բերում է կանգնացնում է ծովի առաջ, որպեսզի իր փառքը ցույց տա, ոչ միայն այդ ծովը բացելով, այլ նաեւ փակելով, որովհետեւ երբ որ Աստված ծովը բացում է, Իսրայելը դրա միջով անցնում է։ Վերջում երբ որ փակում է, Մովսեսին ասում է ձեռքդ մեկնիր եւ ծովի ջրերը հետ դառնան։ Իսրայելին հալածող բոլոր եգիպտացիները ջրի մեջ կործանվում են ու խեղդվում են։ Այսինքն ինքը ծովը փակում է եգիպտացիների վրա։ Ամբողջ Իսրայելի ժողովուրդը անցնում է ծովի միջով ինչպես ցամաքով, բայց երբ թշնամիները ընկնում են հետևից եւ փորձում են հասնել, այնտեղ իհարկե կարգերն է, անիվները հանում եւ այլն, բայց արդյունքում 1 վայրկյանում Աստված ցույց է տալիս ինչպես կարող է լուծել իր ժողովրդի թշնամիների հարցը։ 1 վայրկյանում Աստված այնպիսի փառավոր բան է անում, որ ես մտածում եմ տարիներով պիտի հիշվեր։ Եվ հիմա այս պարը թմբուկները վերցրել են, դղկլ, ուրախ, փառաբանում են, ված բան չկա, փառաբանում են Աստծուն։ Փառք են տալիս, էլի ասում են, երգենք Եհովային, իդեպ Եհովան, հա, եթե այստեղ մարդ կա, որ առաջի անգամ է, չեմ մտածում, որ չգիտեք, մենք Եհովայի վկաներ չենք, ուղղակի Եհովան Հայր Աստծո անունն է, որը գրված է Աստծո խոսքում, եւ մենք դա կարդում ենք ոնց որ գրված է։ Ուրեմն երգում են, փառաբանում են, հա, ու 3 օրվա ճանապարհ են գնում։
Եվ 3 օր հետո ծարավում են։ Ու ջուրն էլ դառնա, չեն կարողանում խմել։ Ու գիտեք ինչ անում է ժողովուրդը գրված է։ Ինչ խմենք, հարցնում են Մովսեսին։ Բայց մի բան եմ ուզում հարցնել, Մովսեսն էր այդ ժողովրդին հանել, թե Աստված։ Երբ որ այդ մուննաթով հարցը որ տրվեց, ինչ պիտի խմենք, իրանք չգիտեին այդ հարցը ում են տալու։ Այսուր բերիր մեզ Մովսես այլ կերպով ասած։ Այսուր հանեցիր մեզ եւ անընդհատ այս հարցը հրեա ժողովրդի տրտունջի մեջ անընդհատ մենք լսում ենք։ Եվ դրա համար, երբ որ նրանք տրտնջում են եւ ասում են ուր բերեցիր, ընդամենը 3 օր անց։ Հիմա ուզում եմ հարցնել։ Ժողովուրդ ջան, գոնե մի 3 տարի չանցներ, որ մոռանային։ 3 օր առաջ այդ կարմիր ծովը բացել էր։ Այդ նույն Աստված իրանց հետ է։ 3 օր անցել ու իրանք տրտնջում են ինչ խմենք։ Հիմա ուզում եմ հարց տալ։ Ինչքան ժամանակ է անցել այն հրաշքներից, որ Աստված քո կյանքում արել է։ 3 օր, 3 ամիս, թե 3 տարի։ Արդյոք Աստծո ձեռքը կարճացել է քո կյանքում հրաշք անելու համար։ Արդյոք Աստված չի կարող նույն կերպ կամ ավելի զորավոր հրաշքներ անել քո կյանքում, երբ դու անապատով ես անցնում։ Արդյոք խնդիրը նրանում էր, որ այդ ջուրը դառներ, որտեղ դրանից հետո գրված է, մի հատ փայտի կտոր գցեցին ջրի մեջ, երբ որ Մովսեսը Աստծուն խնդրեց, այդ ջրերը քաղցրացան։ Եթե այդ տրտունջը չբարձրանար, Տերը միևնույն է, այդ ջրի հարցը լուծելու էր, ամեն, որովհետև Հիսուսը մեզ չի փրկել կործանելու համար։ Որովհետև Հիսուսը մեզ փրկել է հավիտենական կյանքի համար եւ հետն էլ ասում է, ինչ որ քեզ պետք է, ես կհոգամ քո կարիքները։ Բայց ոչ մեկ բան չի գործում առանց հավատքի։ Եվ ժամանակ առ ժամանակ Տերը ուղղակի կարող է նայել, թե ինչպես ենք մենք վերաբերվում։ Դրանից հետո այս ելից գիրքը ոնց որ հրեա ժողովրդի տրտունջի գիրք լինի, անընդհատ տրտունջ առ Աստված։ Ինչ պիտի խմենք, ինչ պիտի ուտենք, հիմա հոգնել ենք այս մանանայից, երկնքից հաց է տալի, հոգնել են, միս ենք ուզում, միս է տալիս, կուրք են սարքում 40 օր Մովսեսը չկա, անընդհատ մի խնդիր եւ մի տրտունջ ստեղծելով։ Եվ դրանից հետո, սիրելիներս, Թվոց 13-14-րդ գլուխներում, երբ որ Աստված վերջապես բերում է, որ Քանանի երկիր մտցնի, որտեղ անապատը միջանկյալ տեղ էր։ Քո կյանքի անապատը, եթե դու հիմա անապատում ես, ինքը քո ապրելու տեղը չի։ Ինքը քո անցնելու տեղն է։ Եվ կախված նրանից ինչպես դու կանցնես այդ անապատով, ուրեմն ժամանակը կամ կերկարեցնես, կամ կկարճացնես։ Որովհետև անապատը անցնելու համար է։ Իհարկե շատ տխուր բան տեղի ունեցավ հրեա ժողովրդի կյանքում, որովհետև շատերը անապատում մեռան։ Այս տրտնջացող ժողովուրդը, որ անընդհատ Աստծուն ասում էր, «Այսուր հանեցիր մեզ, այս ինչի բերեցիր այստեղ, այս ինչի ենք այստեղ», ամեն ուրեմն այս բոլոր բաներից հետո, Թվոց 13-րդ եւ 14-րդ գլխում, Տերը ասում է, հիմա հասել են, արդեն հասել են այն երկրին, որ խոստացել է։ Ստրկությունից հանել է եւ տանում է օրհնության մեջ։ Հիմա աշխարհի խավարից Տերը քեզ հանել է եւ տանում է օրհնության մեջ։ Բայց դու չգիտես ինչի չես ուզում գնաս։ Դու sense մի ոտով sense ես անում, այն մի ոտը հետ ես դնում։ Հələ մի րոպե աշխարհում տեսնեմ կարող է այս եկեղեցում լրիվ մտնեմ Աստծո մեջ մի բան են չլինի։ Կարող է все-таки այնտեղ այդ բան անեմ էլի, պահեմ այդ, չգիտեմ, ապահովագրեմ ինձ։ Հələ սպասի, հələ տեսնեմ այնտեղ գործերս ոնց անում։ Լսի, Աստված քեզ հանել է անդեից, որ ավելի լավ տեղ տանի։ Եգիպտոսից հանել է ստրկությունից, մեղքի ստրկությունից հանել է, որ տանի օրհնության երկիր, ասում է կաթ ու մեղր բխող երկիր, որտեղ Աստծո ներկայության մեջ Աստված զորավոր բաներ անում։ Բայց դու մտածում ես, գնամ, թե հələ մի րոպե, լավ, հələ դուք գնացեք, հələ թող կանայք գնան։ Հələ թող կանայք գնան, հետո ես կտեսնեմ, ես գնամ թե չգնամ։ Բա ինչ կասեն իմ մասին։ Բա որ մի օր կանգնես Հիսուսի առաջ։ Բա ինքը այն ժամանակ ինչ կասի։ Կասի դու իմ անունից ամաչում էիր, հա։ Բա որ հիմա ես էլ քեզնից ամաչեմ։ Բա որ հիմա էլ ես քո անունը չտամ իմ հոր ու հրեշտակների առաջ։ Իդեպ այտենց գրած է։ Ասում է ովքեր որ ամաչեն ես չար եւ շնացող ազգի առաջ իմ անունը դավանելուց, ես էլ կամաչեմ իմ հոր եւ հրեշտակների առաջ նրա անունը տալուց։ Եվ դրա համար մենք երբեք պիտի չամաչենք Հիսուսի անունը տալուց։ Դա ամենապատվավոր անունն է, որ այս երկրի վրա կա։ Եվ դու պիտի համարձակորեն այդ անունը տաս։